Պարտքը արդեն կատարել եք եւ ընդհանուր առմամբ ինչ կասեք, ինչպես է ընթանում ընտրությունները։ Ընտրություններից տեղյակ եմ, որ նորմալ է ընթանում, հոսքը բավականին մեծ աշխուժ է բնակչության կողմից։ Ես իմ քաղաքացիական պարտքը կատարեցի հանուն ինձ եւ հանուն մեր փառաքար խոշորացված համայնքի ողջ բնակիչների։ Ինչ ակնկալիքներ ունեք, արդյոք անհրաժեշտ 50+ ձայնը կհաջողվի ձեզ ստանալ, թե ոչ, հաշվի առնելով նախորդ ընտրությունների ժամանակ ձեր հավաքած քվեները։ Ինձ թվում է դրա մասին դեռ վաղ է խոսել է, ժամեր հետո ամեն ինչ պարզ կլինի, նոր հայտարարությունով ես ինքս հանդես կգամ։ Ինչ հայտարարության մասին է խոսքը, ասում եք նոր հայտարարություն, որևէ բովանդակային բան կա ընտրությունների հետ կապված ընթացքի։ Ընտրությունների արդյունքից է կախված, թե ինչ բովանդակությամբ արդեն հայտարարության հանդես կգամ։ Երբ եք պատրաստ։ Չեմ ուզում հայտարարությունով հանդես գալ, թող ժողովուրդը իր քաղաքացիական պարտքը կատարի, թող ժողովուրդը իր խղճով, իր սրտի ցանկությունով, իր պարտականությունը որպես ընտրող կամ մասնակցի կատարի։ Որ ուժի հետ եք պատրաստ կոալիցիա կազմել ընտրությունների։ Հայտարարություն չեմ ուզում անեմ, արդյունքներից հետո թվերը, տոկոսները քվեարկությունը ավարտից հետո, պարզ լինելուց հետո տոկոսները նորից հայտարարությունով հանդես կգամ։ Պարոն Մինասյան, ձեր ընդդիմախոսները նշում են, որ այս ընտրություններին ձեր մասնակցությունը ավելի շատ այսպես քաղաքական գործառույթ կատարելու ֆունկցիա ունի, որպեսզի կոալիցիա կազմեք ԿՊ թեկնածուի հետ։ Արդյոք հնարավոր է նման սցենար լինի։ Այսինքն իմ հետ մրցակցող թեկնածուները որտեղ են տեսել, որ ես ասենք աշխատում եմ ինչ որ քաղաքական թիմին միանալու մասով, որ այդ հարցը ինձ տալիս եք, որ մի ընդդիմությունն է, որ մի քաղաքական ուժն է նման հայտարարություն արել։ Ես տեղյակ չեմ, ծանոթ չեմ նման հայտարարության, հետևաբար ոչ մի բան չեմ կարող ավելացնել։ Բայց բացառում եք ԿՊ-ի հետ կոալիցիա։ Ես հանդես կգամ վաղը հայտարարությունով։ Այս բանին ոչինչ չեմ կարող ասեմ, քանի որ ընտրությունների արդյունքներից ես տեղյակ չեմ։ Ինչ սպասելիքներ ունեք, պարոն Մինասյան։ Ստեսություն ձեզ, լավ եք։